Ես միանշանակ կարող եմ ասել, որ առանց պաշտպանյալիս ես չեմ կարող դատական նիստի մասնակցել, որովհետև ես հստակ ցուցում ունեմ պաշտպանյալիս կողմից, որ ամեն մի քայլ անելուց առաջ, առավել եւս նման քաղաքական հնչեղություն ստացած գործով եւ երբ պաշտպանյալիս նկատմամբ փաստացի քաղաքական հետապնդում է իրականացում իր հայացքների համար, դատավարության ընթացքում մի քայլ անել, մի գործողություն կատարել առանց իր հետ խորհրդակցելու։ Եթե Ժիրայր Սեֆիլյանը իմ կողքին չէ, եւ ես չեմ կարող խորհրդակցել, պաշտպանությունը դառնում է անարդյունավետ։ Սա առաջինը։ Երկրորդը, ես ունեմ պաշտպանյալիս կողմից հստակ ցուցում, որ եթե նա դատական նիստերի դալիճում չի գտնվում, ապա պաշտպանը պետք է հեռանա։ Հակառակ դեպքում նա կրկնում է, որ այդ դեպքում պաշտպանը ըստ էության իշխանության շահերը ներկայացնող է լինելու եւ իշխանության շահերն է պաշտպանելու ձևականորեն դատական նիստին մասնակցելով եւ ձևականորեն իր պաշտպանությունը իրականացնելով։ Այսինքն Ժիրայր Սեֆիլյանը ցուցում է տվել ոչ միայն չմասնակցել, այլ նաեւ հստակ ասել է, եթե մասնակցեք առանց իր թույլտվության, ապա իշխանության Այո, նման պայմաններում ես փորձեցի դա ներկայացնել դատարանին, բայց դատարանը ոչինչ չի ուզում լսել եւ այնպիսի տպավորություն է, որ դատարանը մեկ նպատակ է իր առջեւ դրել, հնարավորինս արագ այս դատավորությունը սկսել եւ ավարտել։ Այսինքն ավարտել, չէ՞ որ դեռ դատաքննության փուլ չեք մտել։ Ես կարծում եմ, որ գլոբալ առումով սա գեղեցիկ բեմադրություն է, որի ելքը նախապես որոշված է եւ ուղղակի պետք է այս բեմադրությունը շարունակել մինչեւ ավարտին հասցնելու։ Այսինքն դուք եւս կարծում եք, որ դատավորը նպատակ ունի առանց ամբաստանյալների եւ փաստաբանների գործի քննությունը կատարել եւ իշխանության սցենարով նախանշել այն, ինչ որ պետք է ելքը նախանշել։ Դատավորը ամեն ինչ անելու է ձևականորեն օրենքի պահանջը պահպանելով դատավարություն իրականացնել։ Ներքուս դատավարությունը չի լինելու արդարացի, ներքուս դատավարությունը չի լինելու մրցակցային, ներքուս պաշտպանական կողմը զրկված է լինելու անկախ եւ անաչառ դատարանի կողմից գործի քննության։ Ինչու եք այդպես կարծում, քանի որ դատավորը հակառակն է հայտարարում, որ հակառակը փաստաբաններին է մեղադրում անհարկի ձգձգումների մեջ։ Բնականաբար շատ հեշտ է միշտ փաստաբաններին մեղադրել, բայց երբ անձի նկատմամբ հետապնդում է իրականացում իր քաղաքական հայացքների համար, սա արդեն իսկ խոսում է, որ գործը քաղաքական է։ Իսկ եթե գործը քաղաքական է, դառը փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել դեպք, որ դատարանները սա արձանագրեն։ Եվ այս պայմաններում ինչպես կարելի է ակնկալել նման դատարանից արդար դատաքննություն։ Պարոն Զաքարյան, դուք ասում եք իր հայացքների համար, բայց մեղադրական եզրակացությունում ապօրինի զենքի շրջանառության, այդ զենքի միջոցով նախանշվող գործողությունների մասին է խոսքը գնում։ Բնականաբար քաղաքական հետապնդում անելու համար անձի նկատմամբ որոշակի տեղեկություններ բերում մտցնում են գործի մեջ, որոշակի ձևական այսպես ապացույցներ ներկայացնում են եւ փորձում են կապ տալ։ Հակառակ պարագայում, եթե այդպիսի բան չլիներ, ավելի քան ակնհայտ կլիներ, որ գործը քաղաքական է։ Եվ ձեզ մի բան ասեմ, այդ զենքի հետ կապված, ներկայումս նաև դատարաններում Սասնա ծռերի խմբավորության վերաբերյալ քրեական գործն է քննվում, եւ այդ անձինք են, ովքեր որ Ժիրայր Սեֆիլյանի ընկերներն են, մարտական ընկերներն են, այսինքն այն անձինք են, որոնք որ միշտ Ժիրայր Սեֆիլյանի թիկունքին կանգնած են եղել եւ կանգնած է կլինեին։ Ինչ է կարծում, եթե Ժիրայր Սեֆիլյանը փորձեր հեղաշրջման հետ կապված քայլեր անել, զենքեր հավաքել եւ այլն, առաջի հերթին այդ տղաների հետ չպետք է այդպիսի քայլեր անել։ Իհարկե, եթե այդպիսի բան լիներ, պետք է նրանց հետ անել, բայց նրանք այս գործով ընդհանրապես չեն անցնում։ Նաև Սեֆիլյանը այդ գործով չի անցնում, դա եք ուզում ասել։ Եվ այո, նաև Ժիրայր Սեֆիլյանն էլ այն գործով չի անցնում։ Եվ երկրորդը, եթե ես չեմ սխալվում, նաև մոտ տարի ու կես առաջ փորձեր արվում մեկ այլ հեղաշրջման հետ կապված քայլերին բերել Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Նկատի ունեք Նորքի զինված խմբի բացահայտում։ Այո։ Եվ այս ամենը իրենց կոնտեքստում բավականի հիմք է տալիս ասելու, որ սա իրոք քաղաքական հետապնդում է Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ, որովհետև Ժիրայր Սեֆիլյանը այն եզակի քաղաքական գործիչներից է, ով սկզբունքային է, ով իր հայացքները չի դավաճանում, չի վաճառվում
եւ համարձակվում է բարձրաձայնել իշխանության ամեն մի անօրինականություն եւ այս առումով իշխանությունը փորձում է նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել այսպիսի ձևական քրական գործերով։ Ով սանկցիայի ենթարկել է դատավորը, թե սա առաջին է, որտեղ գնաց անցավ խորհրդակցական սենյակ։ Սա առաջինն է, բայց եթե դատարանը իր վերաբերմունքը չվերանայի այս հարցի վերաբերյալ, ինձ այլ տարբերակներ չի մնալու։ Ի վերջո նաև ինձ համար անհասկանալի է, որ բազմաթիվ այլ գործերով մարտի 1-ից սկսած եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ամբաստանյալները ոտքի չեն կանգնել, երբ դատավորը դատանի դալիճ է մտել եւ դա որպես անհարգալից վերաբերմունք դրսեւորել եւ ամբաստանյալներին դատանի դալիճից հեռացնելու հիմք չի հանդիսացել։ Եվ այս պայմաններում Սասնա Ծռերի եւ Ժիրայր Սեֆիլյանի գործով հստակ այսպիսի դիրքորոշում իշխանության կողմից ցուցադրելը խոսում է մեկ բանի մասին, որ նրանք հատուկ են այսպես անում, որպեսզի պաշտպանական կողմը դատանի դալիճից այլ տարբերակ չունենալով լքի եւ նրանք էլ փորձեն հասարակությանը ներկայացնել, որ տեսնում եք պաշտպաններն են մեղավոր եւ եթե Ժիրայր Սեֆիլյանը կամ Սասնա Ծռերի տղաները համարում են, որ իրենք անմեղ են, քաղաքական հետապնդում իրանց հանդեպ չի իրականացվում, ապա թող հանգիստ գան նստեն դատանի դալիճում եւ բոլոր փաստարկները լսեն, իսկ դատարանը պատրաստ է նրանց բոլոր փաստարկները լսել, նրանց միջնորդությունները քննարկել եւ արդյունավետ դատավարություն իրականացնել։ Օրենքում ինչ որ միտեղ գրված է, որ դատարանի երբ դատարանը դալիճ է գալիս, պետք է ոտքի կանգնեն բոլորը։ Օրենքի մեջ նշված է այդպես, այո։ Այդ դեպքում չի ստացվում, որ եթե ոտքի չեն կանգնում, օրենք են խախտում։ Ձևականորեն, եթե նայում ենք, այո, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ Ժիրայր Սեֆիլյանը դիրքորոշում է հայտնում, որ այս իշխանությունը քայլեր է կատարում իդեմ հասարակության։ Ամեն ինչ անում է, որպեսզի այս հասարակությունը կործանվի։ Ոչինչ չի անում այս հասարակության շահերից բխող եւ բավականի փաստարկներ է բերում։ Դատարանը մարմնավորում է նաեւ այս իշխանությունը։ Դուք ինչ եք կարծում։ Որն է դրա տրամաբանությունը ստացվելու։ Մի դեպքում Ժիրայր Սեֆիլյանը քննադատում է իշխանությանը, շատ չոր հայտարարություններ անելով, ասելով, որ նրանց գործողությունները հասարակության շահերից չեն բխում, մյուս կողմից վերկանականգնի, ասի իշխանություն։ Ես ձեզ շատ հարգում եմ եւ խնդրում եմ դատավարություն արդար։ Հասկանում եք, այստեղ տրամաբանական հակասություն է առաջանում։ Եվ դատարանները պետք է այս նուրբ հանգամանքը հաշվի առնեն, այլ ոչ թե ասեն ձևականորեն օրենք այսպիսի պահանջ ունի, հետևապես ձևականորեն դուք պետք է կանգնեք, եթե դուք չեք կանգնում, դուք ուրեմն անհարգալից վերաբերմունք եք դրսևորում դատանի հանդեպ։ Պարոն Զաքարյան, դալիճում միայն մեկ ամբաստանյալ կար, որքան հիշում եմ Հովհաննես Պետրոսյանը, ով միակն է այս 7 մարդկանցի, ավելի շուտ 6 մարդկանցից, ով ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, ճիշտ եմ հասկանում, եթե այդպես է։ Դրա վերաբերյալ այս պայն ես ոչինչ չեմ կարող ասել, մինչև պաշտպանյալիս հետ չխորհրդակցեմ։ Եվ վերջին հարցը հետ գալու եք, քանի որ հիմա 1 ժամ հետո, ժամը 13-ին որոշում է ընթերցելու նաև ձեր վերաբերյալ։ Մինչև դատարանը ինչ տեղեկացնի, որ պաշտպանյալս նիստին մասնակցել է, իմ հետ գալը անիմաստ է։ Քանի ժամով է գնացել։ Ես այս պայն անգամ հաշվարկը չունեմ, թե ինչքան է մնացել, որ 10 ժամ, բայց ես հիմա հաշվարկը չունեմ, ինչքան է մնացել, որ Ժիրայր Սեֆիլյանը հետ վերադարձվի։ Եվ ես մեկ բան էլ կուզեի նշել, որ դատարանը հա փորձում էր պաշտպանական կողմին պարզաբանումներ տալ եւ իր պարտականությունները հիշեցնել, եւ դրա հետ մեկտեղ կանգնում ասում էր, եթե պաշտպանական կողմը երաշխիքներ ներկայացնի, որ Ժիրայր Սեֆիլյանը դատական նիստին, եթե հրավիրվի, ապա հարգալից վերաբերմունքը դրսևորվի, այսինքն այնպիսի պայման է դնում, որը ի սկզբանե իմ պաշտպանյալի համար անընդունելի է։ Եվ դրանից հետո ասում է պաշտպան դու միջնորդություն հարուցի, դատարանը կվերանայի։ Հասկանում եք, դատարանը որ եթե երաշխիքներ ներկայացնի, որ պաշտպանյալս դատարանում կարգ ու կանոնը կպահպանի, չի խանգարի դատական նիստը, հարգալից վերաբերմունք կդրսևորի դատարանի նկատմամբ ըստ այդ արտահայտությունների։ Եթե ես այդպիսի երաշխիքներ ներկայացնեմ, ապա պաշտպանյալից պատրաստ կլինի բերել դատարանի դալիճ։ Հասկանում եք, դա իհարկե ես չեմ կարող առանց պաշտպանյալիս հետ խորհրդակցելու առաջինը։
Երկրորդը դատանը շատ լավ պատկերացնում է, որ պաշտպանը այս պահին միշտ նման երաշխիք չի կարող տալ եւ նման միջնորդությամբ հանդես գալ չի կարող։ Այնուհանդերձ շարունակում է կրկնել. դուք իրավունք ունեք միջնորդություն հարուցել, բայց դուք առանց միջնորդություն հարուցելու հեռանում եք։ Նորից դատանը գնում է ձևականորեն օրենքի պահանջը կատարելու առանց բովանդակության մեջ խորանալու։ Այսինքն պաշտպանին դնում է այնպիսի վիճակի մեջ, որ պաշտպանին այլ տարբերակ չի մնում, քան դատական նիստերի դալիճից հեռանալ։